Բարև ձեզ, Instaface-ի այս թողարկմանը դիտեք։ Ոչ թե խաղաղության, այլ պատերազմի մասին էր Ալիևի ելույթը Երևանում անցկացված Եվրոպական գագաթնաժողովին։ Վերջ դրել սեպարատիզմին եւ պատերազմական հանցագործներին բերել արդարության։ Փաշինյանի լռության ներքո Եվրոպական սամիթին Երևանը հակառուսական հարթակի վերածվեց, Մոսկվան կոշտ արձագանքեց։ Привыкли считать дружественной, братской страной. Հայաստանը, որին մենք սովորել էինք եղբայրական երկիր համարել, ամբիոն տրամադրեց ահաբեկչին։ 5 պաշտոնանկություն Վեդիի մանկապղծության գործով լրագրողի ահազանգից հետո միայն քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարած տղամարդիկ կալանավորվեցին։ Վեդիի դեպքը նրանով է մտահոգիչ, որ փաստացի, եթե Սյուզի Բադոյանը Վեդիից չլիներ, կսվաղեին մանկապղծության դեպքը ու առաջ կանցնեին։ Ինչպես վարորդական իրավունքից զրկված, բայց ուրիշներին նվաստացնել փորձող տղան վթարի պատճառ դարձավ։ Просто գնացի մտա ավտոբուսի մեջ просто ջոգում։ Сейчас ավտոբուս ջանքես կանգարում կաննում կամր գնա։ Դու ապուշես։ Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում Ալիևի խոսքն ամենևին էլ խաղաղության մասին չէր։ Հայաստանի հետ իբր խաղաղություն հաստատած Ալիևը Երևանում կազմակերպված այդ միջոցառմանը տեսակապով էր միացել ու հոխորտացել։ Ալիևի թիրախում արցախցիներն էին, Բաքվում պահվող հայ գերիները։ Ադրբեջանը պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ դրել սեպարատիզմին եւ պատերազմական հանցագործներին բերել արդարության։ Ալիևի ելույթը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի մասին էր։ Հայկական սոցհարթակները ողողված էին այս գնահատականներով։ Համազգային ամոթի եւ անպատասխանատվության հերթական նողկալի էջը ցավոք գրված է։ Բաքվի բարբարոսական վարչախմբի Սինլքոր պարագլուխը Երևանում անցկացվող միջոցառման առցանց մասնակցելով Արցախում հայության էթնիկ զտումն անվանում է անջատողականների դեմ պայքար, իսկ Բաքվի բանտերում պահվող արցախյան ռազմաքաղաքական ղեկավարությանը արդարության առաջ կանգնած պատերազմական հանցագործներ։ Ցնծա ով հայություն զի Եվրոպայի սրտում ես, իսկ հերթական Կիպրոսի տոմսը 900 դրամ է, չ Հայաստանը։ Գնանք գետինը մտնենք, ազգովի գետինը մտնենք, ուրիշ բան չկա ասելու։ Հայաստանում անցկացվող եվրոպական երկրների ղեկավարների համաժողովին Քարվաճարի Իստիսու հանքային ջրի շիշը դիտավորյալ էկրանին դրած առցանց եղանակով միանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ ամբարտավան կերպով արցախյան ողջ գոյամարտն անվանում է հանցավոր անջատողականություն։ Հայերիս վարկաբեկում է ու դաս է տալիս, այդ հավաքը կոչում է սաբոտաժ, իսկ Հայաստանի ոչ բարով ղեկավարը նրան շնորհակալություն է հայտում համաժողովին թեկուզ հեռավար մասնակցելու համար եւ միաժամանակ հույս է հայտնում, որ 2 տարի անց անձամբ կմեկնի Ադրբեջան եւ կմասնակցի նույնատեսակ միջոցառմանը։ Դե հասարակությունն էլ ցնծում է, ապա սովորության համաձայն դժգոհելու է քրիստոնեությունն առաջին պետական կրոն հռչակած ազգի նկատմամբ Աստծո ոչ բարեհաճությունից։ Ալիևը Երևանում կայացած Եվրոպական համայնքի գագաթնաժողովում փորձեց հիշեցնել, որ խաղաղության տերն Ադրբեջանն է, իսկ դրա հետագա ընթացքը բացառապես իր կամքից է կախված։ Խաղաղության մասին չխոսող Ալիևը բողոքել էր նաև Եվրախորհրդարանից եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովից, որը պատժամիջոցներ էր կիրառել Բաքվի պատվիրակության դեմ։ Ցավոք սրտի երկակի ստանդարտներն այսօր դարձել են աշխատավոճ ասեի համար։ Ձայնի իրավունք խնդրեց Եվրոպական խորհրդարանի նախագահը եւ արձագանքեց Ալիևին, ասաց, որ չեն փոխի այն դիրքորոշումները, որոնք որդեգրել են։ Եվրոպական խորհրդարանը ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական բարեմին է, որի բանաձևերը ընդունվում են մեծամասնության միջոցով եւ դրա արդյունքները գուցե անհարմարություն են ստեղծում շատերի համար, բայց երբ մենք երբևէ չենք փոխի մեր աշխատակարգը եւ այն դիրքորոշումները, որոնք որդեգրում են։ Ոչ մի այլ խոսք Ալիևին, այն Ալիևին, որը պատերազմ սանձազերծեց Արցախում, ռազմական հանցագործություններ կատարեց, Արցախը հայաթափեց, Բաքվում առ այսօր էլ շարունակում է պահել պաշտոնապես հաստատված 19 հայ գերու եւ ջնջում է հայկական հետքն օկուպացված Արցախից, մշակութային ցեղասպանություն իրականացնելով հայկական Արցախում, այն Ալիևին, որը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կիլոմետր տարածքը։ Եվրոպական գագաթնաժողովին մասնակցած 5 տասնյակ բարձրաստիճան պատվիրակություններից եւ ոչ մեկը չխոսեց այս թեմաներից։ Պատճառներից մեկն էլ թերևս այն էր, որ այդ խնդիրներից ոչ մեկի մասին չբարձրաձայնեց նույնիսկ Հայաստանի իշխանությունը։
քար լռություն էր պետական մակարդակով, մինչդեռ հանրային քննարկումները եռում էին։ Բարեբախտաբար Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը համարժեք է գնահատում եվրոպացի ադրբեջանասեր եւ թրքասեր առաջնորդների Երևանում հավաքվելը։ Այս կեղծաբարո քաղաքականապես ամուլ եւ անդեմ գործիչները թքած ունեն Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերի վրա, ցեղասպանների նկատմամբ գեթ 1 պատժամիջոց չկիրառելով, ընդհակառակը նրանց խրախուսելով եւ ֆինանսավորելով նրանք չեն կարող շահել գիտակից հայության համակրանքը, որքան էլ կապիկություն անել։ Մենք, լինելով Եվրոպական միության հետ սերտ, սակայն նաեւ իրատեսական համագործակցության կողմնակից պատրաստ չենք համակերպվել այսպիսի կեղծ շոուների հետ։ Մենք եվրոպական գործընկերներից իրական քայլեր ենք ակնկալում հօգուտ Հայաստանի եւ Արցախի։ Դրա մասին բարձրաձայնել ենք 2 շաբաթ առաջ Բրյուսելում եւ 3 արդեն Երևանում։ Եվրոպացիները արդեն 3-րդ անգամ են միլիարդներ խոստանում, իսկ գետնի վրա ոչ մի տեղաշարժ չի նկատվում։ Ըստ էության եվրոչինովնիկները զբաղված են Փաշինյան-Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով, հաշվի առնելով եվրոչինովնիկների հաշվենկատությունը, կարելի է ենթադրել, որ ժող կոնսուլագերի պահակը լուրջ պարտավորություններ է վերցրել իր վրա։ Փորձը ցույց է տալիս, որ Փաշինյան-Նիկոլի պարտավորությունները հակասում են Հայաստանի կենսական շահերին, բայց նպաստում են իր իշխանության պահպանմանը։ Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի դիտարկմամբ Ալիևի խոսույթը վկայում է հայերի, Արցախի ու Հայաստանի նկատմամբ Բաքվի մոտեցումները չեն փոխվել։ Երբ որ դու այն կողմի հետ, ում հետ ենթադրաբար գոնե ցուցադրական եւ նախաստորագրում ես ինչ որ պայմանագրեր, պայմանագիր, որը իբրև խաղաղության մասին է, իբրև համագործակցության մասին է ու պատերազմի ժամանակ երևարված մարդկանց այդպիսի որակումներ ես տալիս, այդպիսի էպիտետներ, խոսում ես սեպարատիզմի բառապաշարով եւ այլն, ու դու մասնակցում ես հերավար տարբերակով ինչ որ համագումարի, ավելին ասեմ, քո մեկնարկային ելույթում Երևան անունը կոչվող հարևան պետության մայրաքաղաքը կոչում ես ադրբեջաներեն դրա թարգմանությամբ Երևան, այդ նշանակում է դու ուղղակի սպառնալիքի, ուղղակի տարածքային հավակնություն ունես կոնկրետ այդ պետության նկատմամբ։ Երևանը Իրիվան ներկայացնող Ալիևին դիմելով եվրոպացի հյուրերի առաջ Փաշինյանը հույս էր հայտնել, որ 2028-ին մեկնելու է Բաքու, մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Հակառուսական սուր ելույթներով անցավ եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որն այս շաբաթվա սկզբին անցկացվեց Երևանում։ Շուրջ 50 բարձրաստիճան պատվիրակություններ էին մասնակցում եվրոպական այդ սամիթին, որը Հայաստանի իշխանությունը պատմական էր որակել։ Բայց պատմական այդ գագաթնաժողովը աչքի ընկավ հակառուսականությամբ։ Նախաձեռնողը Փաշինյանի մտերիմ բարեկամ Ֆրանսիայի նախագահն էր, որն առիթը բաց չթողեց գովել Փաշինյանին, հասավ մինչև այսպես կոչված Թավշյա հեղափոխություն եւ ռուսական կողմի դեմ հայտարարություն արեց։ 8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա եւ այն փաստը, որ մենք այսքան շատ առաջին այցեր ունենք ձեր երկիր, իսկապես լավ ցուցանիշ է, որովհետև 8 տարի առաջ այս երկիրը շատ սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արմանյակ։ Մակրոնի այս աղմկահարույց հայտարարությունը սուտ էր սոցցանցերում, նրան հիշեցնում էին 2018 թվականի աշնանը Երևանում կազմակերպված ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որին նաև ինքն էր մասնակցել։ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք 2017 թվականին որոշվեց ֆրանկոֆոնիայի 17-րդ միջազգային գագաթնաժողովն անցկացնել Հայաստանում։ Այդ որոշումը կայացնելիս Ֆրանսիայի նախագահը ոչ միայն դեմ չի եղել Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ երկրում հավաքել ֆրանկոֆոն 57 լիդերներին, այլև ողջունել ու աջակցել է այդ որոշումը։ Մինչև 2018 թվականը Հայաստան են այցելել բազմաթիվ երկրների առաջին դեմքեր, աշխարհի ամենատարբեր երկրներից, այդ թվում եվրոպական։ Մինչև 2018 թվականը Հայաստան են այցելել ԱՄՆ պետքարտուղարը, Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը, Հայաստանում անցկացվել է ՆԱՏՕ-ի զորավարժություն, անցկացվել են միջազգային այլ հավաքներ եւ միջոցառումներ։ Հայաստանը եղել է միջազգային կյանքի լիարժեք եւ ընդգրկուն մասնակից
կուսակցություններից մեկը։ Ֆրանսիայի նախագահը պարզապես ցինիկաբար ստում է, թե Հայաստան չէին գալիս, քանի որ համարում էին Ռուսաստանի արբանյակ, իսկ հիմա գալիս են, քանի որ համարում են անկախ։ Էմանուել Մակրոնը դժվար չիմանար կամ էլ մոռացած լիներ, որ Ֆրանսիայի նախագահներ Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուଆ Օլանդը հաջորդաբար 2006-ին, 2011-ին եւ 2014-ին Հայաստանում են եղել։ 2017 թվականից Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Մակրոնի հայտարարությունը հիմնազուրկ է թեկուզ միայն իր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մինչև 2018 թվականի իշխանափոխությունը Հայաստան կատարած այցերի առումով։ Երբ Ֆրանսիայի բոլոր ժամանակների ամենաթույլիկ ղեկավար Մակրոնը հանուն իր նմանի հետ անձնական մտերմության շահերի ասում է, որ 8 տարի առաջ ոչ մի ղեկավար չէր գա Հայաստան, որոշ անուղեղներ ծափահարում են։ Ընդամենը կադրերով տեսեք, թե Ֆրանսիայի նախկին ղեկավարներ ինչպես են եկել Հայաստան եւ ինչպիսի ընդունելության են արժանացել։ Երևանի քար լռության ներքո հակառուսական հայտարարություններն ավելի սրվեցին ու կոշտացան, երբ Մակրոնը հայտարարեց, թե հազարավոր ռուս զինվորներ եւ սահմանապահներ դեռևս տեղակայված են Հայաստանում, եւ ըստ Մակրոնի Եվրոպան պետք է միջամտի օգնելու Հայաստանին ավելի անկախ պաշտպանել իր սահմանները։ Շատերը երկար ժամանակ մտածում են, որ Հայաստանի ճակատագիրը միայն հնարավոր է Ռուսաստանի հովանավոր թևի ներքո։ 2020 թվականի պատերազմը, այն ինչ որ դուք ապրեցիք, այն ողբերգությունը, որ շատ ընտանիքներ վերապրեցին, տեսան, որ դա այն հովանավորությունը չէ, ինչպիսին որ շատերը պատկերացնում էին։ Տեսանք, որ Ռուսաստանը լքեց Հայաստանին եւ հասկացանք, որ այդ երազանքները իրականություն չեն։ Ֆրանսիայի նախագահի այս հայտարարությունը հարված էր Հայաստանի ինքնիշխանությանը, բայց դա Փաշինյանին չէր էլ հետաքրքրում։ Իրական ինքնիշխանությունը հենց սա է, երբ քո երկրից դաշնակից պետության ռազմաբազայի դուրսբերման պահանջ կամ կոչ հնչեցնում է երրորդ երկիր։ Մարդ, ով իր կնոջից սկի չի կարողանում պաշտպանվել, եկել է մեզ պաշտպանության երաշխիքներ տալու։ Աշխարհ կանգնի, իջնող կա։ Հակառուսական մեկ այլ դրսևորում էր Վլադիմիր Զելենսկու Երևան այցը։ Ուկրաինայի նախագահը Հայաստանում, որը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, թույլ տվեց իրեն սպառնալիքներ հնչեցնել Մոսկվայի հասցեին։ Մայիսի 9-ին շքերթ է կազմակերպելու Մոսկվայում ռազմական տեխնիկայով եւ եթե դա տեղի ունենա, առաջին անգամ է լինելու սա բազմաթիվ տարիների ընթացքում, որ նրանք չեն կարողանալու թույլ տալ իրենց ռազմական տեխնիկա ցույց տալ եւ վաղ սփռող ԱԹՍ-ները բզալու են Կարմիր հրապարակի վրա եւ սա ցույց է տալիս, որ նրանք ուժեղ չեն եւ մենք պետք է շարունակենք մեր պատժամիջոցները նրանց դեմ։ Ռուսական կողմից առաջին արձագանքը եղավ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից, որը Փաշինյանին եւ Զելենսկուն երկու անուղեղ ռուսատյացներ անվանեց։ Այսօր Երևանում երկու անուղեղ ռուսատյացներ, որոնք հիանալի խոսում են ռուսերեն, իրենց թերարժեքության պատճառով զրուցում էին վատ անգլերենով, թեև ամենայն հավանականությամբ դա տեսախցիկների համար էր, իսկ հետո նրանք լեզվին տվեցին իրենց սովոր մեծ ու հզոր ռուսերենով, պակասում են միայն Թրամփն ու Վենսը, որպեսզի այդ տգետներից անգլերենի ստուգարք ընդունեն։ Հակառուսականության այդ գերդոզավորված հայտարարությունների ֆոնին հնչում էր այս հարցը. ինչ ստացավ անձամբ Նիկոլ Փաշինյանը այս գագաթնաժողովից եւ ինչ կորցրեց դրանից Հայաստանը։ Փորձագետների գնահատմամբ Փաշինյանը Երևանում ընտրություններից մեկ ամիս առաջ հյուրընկալելով Եվրոպական քաղաքական համայնքի սամիթը ստացավ անսահմանափակ լիազորություններ իշխանությունը պահելու համար։ Նիկոլ Փաշինյանը մի քանի տոկոս է ստանում նախընտրական այս կարևոր փուլում, իսկ Հայաստանի Հանրապետությունը կորցնում է Ռուսաստանի Դաշնության աջակցությունը։ Վստահաբար կարելի է ասել, որ մոտ օրերս մենք արգասիքները այս եվրոպական գագաթնաժողովի հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում մենք տեսնելու ենք, ով է այս ամեն ինչից ամենաշատը շահում։ Շատ բարձ Ադրբեջանը եւ Թուրքիան։ Այդ հետևանքները սպասեցնել չտվեցին։ Մայիսի 7-ին Ռուսաստանի արտգործնախարարությունից Երևանին մեղադրեցին Մոսկվայի դեմ քայլեր չձեռնարկելու վերաբերյալ տված խոստումը խախտելու համար։ Հայաստանի կառավարությանը մեղադրեցին նաև Զելենսկուն եւ եվրոպական առաջնորդներին հակառուսական հայտարարությունների հարթակ տրամադրելու համար։ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը 15 րոպե կոշտ ելույթ էր ունեցել Երևանի հասցեին։
привыкли считать дружественной, братской страной. Հայաստանը, որին մենք սովորել էինք եղբայրական երկիր համարել, ամբիոն տրամադրեց ահաբեկչին, նեոնացիստական ռեժիմի պարագլխին, որին Երևանում շատ ջերմ ընդունեցին։ Զելենսկին օգտվեց հայ տանտերերի նման անհասկանալի քաղաքավարությունից, որպիսի փորձի դուրս գալ քաղաքական մոռացությունից, հնչեցնի իր ռուսատյաց հարձակումները։ Անձամբ ես կարծում եմ, հրաշալի է, որ Զելենսկին այս օրերին այցելեց Երևան։ Թող Հայաստանի քաղաքացիները տեսնեն, թե ով է Բրյուսելի համար իրենց հաջող քաղաքականության խորհրդանիշը։ Արյունարբու նեոնացիստական վարչակարգ, որն ամեն օր ահաբեկչություններ է կատարում այլ երկրների խաղաղ բնակիչների նկատմամբ։ Պաշտոնական Երևանի Զախարովայի հայտարարություններին դեռ չեն արձագանքել։ Վեդիում երկու անչափահաս քույրերին սեռական բռնության ենթարկելու մեջ մեղադրվող 58-ամյա Արթուր Երեմյանը եւ 65-ամյա Դավիթ Այնազյանը կալանավորվել են։ 15 եւ 17-ամյա քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքերի մասին հազանգելից հետո ոստիկանությունից եւ քննչական կոմիտեից այս շաբաթ 5 պաշտոնյա ազատվեց աշխատանքից։ Դեպքը կոծկել, թե անգործություն են դրսևորել իրավապահները, կներկայացնենք քիչ հետո, բայց ահասարսուր այս դեպքով իրավապահները գուցե տեղների չշարժվեին էլ, եթե չլիներ լրագրող Սյուզի Բադոյանի օրեր առաջ արած ահազանգը, որում նա հայտնել էր, որ մանկապղծություն կատարած երկու տղամարդիկ ազատության մեջ են։ Ուղիղ մեկ շաբաթ է Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից, որն արդեն վենդետայով պատասխան է ստացել երեխայի հարազատից, բայց երկու երեխա պղծած Վեդու բնակիչները ազատության մեջ են։ Ականջ սղոցող այս միջադեպը ծածուկ է պահվում, չկան հաղորդագրություններ, անգամ վենդետայով վրեժ լուծելու փորձ արած դանակահարության միջադեպից, իսկ ձերբակալված 58 եւ 65-ամյա տղամարդիկ ազատ են արձակվել շատ արագ, ձերբակալության 72 ժամը չլրացած։ Սոցցանցերում բարձրացված աղմուկից հետո միայն իրավապահները մանրամասներ պատմեցին ամիսներ շարունակ անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքերից։ Ըստ քննչական կոմիտեի ոստիկանությունում անչափահաս քույրերից մեկի նկատմամբ սեռական բռնության ենթարկելու մասին ահազանգը ներկայացվել էր դեռ փետրվարին։ 2026 թվականի փետրվարի 12-ին անչափահաս քույրերի հայրը ներքին գործերի նախարարության ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ փետրվարի 8-ին Վ.Յ.-ն օգտվելով իր դստեր անօգնական վիճակից, ով տառապում է մտավոր հետամնացություն ախտորոշմամբ, կատարել է անառակաբարո արարք։ Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անչափահաս տուժողը ցուցմունք է տվել, որ Վ.Յ.-ն իրենց տան բարերարն է եւ նրա հետ սեռական հարաբերություն չի ունեցել։ Քննչականը հայտնել էր նաև, որ ապրիլին բռնության ենթարկված մյուս անչափահաս քույրն է դիմել ոստիկանություն, ահազանգելով, որ սեռական բռնության է ենթարկվել Արթուր Երեմյանի կողմից։ Քննչական կոմիտեի հաղորդագրությունից տպավորություն է, որ անչափահաս քույրերը իրարամերժ ցուցմունքներ են տվել։ Անչափահաս տուժողը նախաքննության ընթացքում տվել է իրարամերժ հակասական ցուցմունքներ, մասնավորապես մի դեպքում ընդհանրապես հերքել է որևէ անձի, այդ թվում Արթուրի հետ սեռական հարաբերություն ունենալու հանգամանքը, նշելով, որ այդ տղամարդը չի փորձել իր հետ սեռական հարաբերություն ունենալ, չի հարվածել եւ նույնիսկ չի համբուրել իրեն, իսկ դատաբժշկական փորձաքննության ընթացքում հայտնել է, որ շուրջ 1 տարի է, ինչ սեռական հարաբերություններ է ունենում մեկ այլ անձի հետ։ Ըստ լրագրող Սյուզի Բադոյանի, ոստիկանություն ահազանգ ներկայացրել է նաև Վեդիի համար 1 դպրոցի տնօրենը, որը աղջիկներից մեկի հեռախոսում կասկածելի ձայնագրություն է լսել։ Գամ ինչ բերեմ, սիրտդ ինչ է ուզում եւ այլն, թե ինչու չես պատասխանում, դու իմ զանգերին չես պատասխանում, չես գալիս հանդիպենք, դե եթե այդպես էր, ես իզուր քեզ հեռախոսը տվեցի, այդպիսի խոսակցություններ, արդեն որ բավականին մտերիմ էր դառնում, ես ահազանգեցի ոստիկանություն։ Փաստացի իրավապահները Վեդիում սեռական բռնության դեպքից տեղյակ են եղել դեռ փետրվարից, բայց ըստ փաստաբան Վարդուհի Էլբակյանի ոչինչ չեն ձեռնարկել ու այդ ընթացքում սեռական բռնության է ենթարկվել անչափահաս քույրերից նաև մյուսը։ Դեպքի բարիզնություն չեն արել, խոզարկություն չեն արել, հետքաբանական փորձաքննություն չեն արել, հեռախոսների վերծանումներ չեն պահանջել, հարևաններ չեն հարցաքննել, դատահետ երեխեքին սեռաբարակի փորձաքննություն չեն նշանակել, անձիկ հայտնի են եղել, ինչ գործողություն են արել, որ բացահայտել են իրավապահները։ Վեդիում տեղի ունեցած այս դեպքի վերաբերյալ իրավապահների անգործությունը հանրային մեծ դժգոհություն էր առաջացրել։ Վեդիի դեպքը նրանով է մտահոգիչ, որ փաստացի, եթե Սյուզի Բադոյանը Վեդիից չլիներ, կսվաղեին մանկապղծության դեպքը ու առաջ կանցնեին, ու շատ հնարավոր է, որ այլ տեղերում դա սվաղում են, քանի որ այնտեղ Սյուզիներ չկան կամ
գերադասում են լռել, վախենալով չգիտեմ ինչից կամ ումից։ Ու եւս մեկ ապացույց, որ հետեւողական աշխատանքի դեպքում սրանց տեղեկատվական համակարգը ճաք է տալիս։ Շատ բան կարելի է կոծկել, բայց մանկապղծություն կոծկողը մանկապիղծից էլ պիղծ է։ Վեդիում տեղի ունեցած ահա սարսուռ դեպքը մի բանի մասին է միայն վկայում, որ Նիկոլի Հայաստանում պետական մարմինները իրենց տեղում չեն, քանի որ երկրի քաղաքական ղեկավարությունը զբաղված է նախընտրական շոուներ կազմակերպելով, մարդկանց սուտ խոստումներ տալով, լցված են երկիրը վերջնականապես թրքացման տանել։ Սյուզի Բադոյանը միայնակ իր համառության եւ հետեւողականության շնորհիվ երկու անչափահաս աղջիկների կյանք փրկեց, որոնք զոհ էին դարձել մի կողմից մանկապիղծ սրիկաների, իսկ մյուս կողմից էլ փթաթ ու ռեպրեսիվ իրավապահ Այս սա է իրական քաղաքացիական հասարակությունը։ Բարձրացված աղմուկից եւ իրավապահներին անգործության մեջ մեղադրելուց հետո Նիկոլ Փաշինյանը պնդել էր, թե անչափահաս քույրերին սեռական բռնության ենթարկելու վեդի դեպքը հենց իրավապահներն են բացահայտել։ Մինչդեռ, եթե չլիներ լրագրող Սյուզի Բադոյանի մայիսի 2-ին արված գրառումը, որ բռնության ենթարկած տղամարդիկ անազատության մեջ են, իրավապահները երևի տեղից չշարժվեին էլ։ Այդ գործերը բացահայտվել են իրավապահների օպերատիվ աշխատանքի արդյունքում։ Ձեզ ինչի՞ է թվում, որ այդ գործը, բա դուք որտեղից եք իմացել այդ գործի մասին։ Իրավապահներից են ձեզ ինֆորմացիա տվել, դուք էլ ինֆորմացիան տպել են։ Եթե ինչպես պնդում է Փաշինյանը, իրավապահներն են բացահայտել անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքերը, ապա ինչու աղմկահարույց այս պատմությունից հետո պաշտոնանկություններ եղան իրավապահ համակարգում։ Աշխատանքից ազատվել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը եւ համայնքային ոստիկանության վեդիի բաժնի պետ Արմեն Մկրչյանը։ Պաշտոններից ազատվել են նաև Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը եւ վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը։ Աշխատանքից ազատվել է նաև Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը։ Պաշտոնանկություններով, սակայն, հանրային դժգոհության ալիքը չի մեղմվել։ Օրեր առաջ էլ ձերբակալվել է սեռական բռնության ենթարկված անչափահաս քույրերի հորեղբայրը, որը փորձել է վրեժխնդիր լինել ենթադրյալ հանցագործից, իսկ հետո կռվել նաև իրավապահների հետ, որոնք անչափահաս քույրերին առանց փաստաբանի հարցաքննության էին կանչել, բայց հորեղբայրը թույլ չէր տվել, որ նրանք գնան եւ վիճվել էր իրավապահների հետ։ Գործը հաշիվներ պարզելուն էր հասել։ Այգու մեջ 7 ոստիկան սպասել են իմ ամուսնուն եւ այնտեղ արդեն քաշքշուկը սկսվել է։ Իմ ամուսինն է հարվածել ոստիկանին, որովհետև նրան հայհոյել էր, ինչ որ պիտի պատասխան տար ոստիկանը, իսկ մնացածով արդեն հասել են ամուսնուս վրա, երևի այս քաշքշուկը սկսվել է։ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության ենթարկելու դեպքից շոկահարված հանրությունը պահանջում է պատժել մանկապղծությունը կոծկած իրավապահներին, որոնք փաստացի անտեսել էին այս գործը, ինչի պայմաններում էլ այդ երկու տղամարդիկ շարունակել էին իրենց հանցանքը եւ խեղել անչափահաս աղջիկների ճակատագիրը։ Միասնիկյան պողոտայում ապրիլի 23-ին ավտոբուսի եւ մեկ այլ մեքենայի հետ վթարի հեղինակ 19-ամյա Վարդան Մարկոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը 2 ամիս ժամկետով։ Վթարը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ վարորդական իրավունքից զրկված Վարդան Մարկոսյանը փորձում էր իր խոսքով նվաստացնել իր դիմացից գնացող մեքենայի վարորդին, բայց արագ վարելու պատճառով բախվել էր ավտոբուսին։ Ինչ անենք, նվաստացնենք, ինչ անենք, մտկրենք, ինչ անենք։ Անցանք։ Անցած Վթարի հետևանքով 3 մարդ էր հիվանդանոց տեղափոխվել։ Վթարը տեղի էր ունեցել ապրիլի 23-ին, բայց այն սոցցանցերում տարածվել է այս շաբաթ եւ մեծ աղմուկ բարձրացրել համացանցում։ Մեր հասարակության դեմքը, չասեք, որ եզակի դեպք է։ Հետո էլ ասում են՝ բալերը մի հանեք,
մի զրկեք, մի տուգանեք, բայց կարգի աննասունի լակոտի ձեռքը մեքենա կտան, որ գնա անմեղ մարդկանց օջախները մարի։ Ինչ պատիժ կտայիք այս հաբրգած լակոտին, որ ուրիշների կյանքի հետ խաղ էր անում։ Հիմա ով ում նվաստացրեց, այս ջահելների հետ ոնց է պետք վարվել, որ ճիշտ լինի։ Այս դեպքը հանրային դժգոհություն էր առաջացրել նաև այն պատճառով, որ վթարից հետո երիտասարդի մասնակցությամբ սոցիալական ցանցերում նոր տեսանյութեր էին տարածվել, որոնցում ավտոբլոգեր ներկայացող 19-ամյա տղան ոգևորված պատմում էր դեպքի մասին, հեգնում եւ մեղադրում ավտոբուսի վարորդին։ Ես պրոստը հիպնոզացա, չջոգեցի, ինչ եմ անում, ես պրոստը գնացի մտա ավտոբուսի մեջ պրոստը ջոգում։ Չասա ավտոբուս ջան, քեզ կանգարում կանգնում կամր գնա։ Դու ապուշես։ Մեքենան անկանոն վարած եւ վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ 2 հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Մեկը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղված պահանջները խախտելու, մյուսը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու հոդվածներով։ Ինստաֆեսի այս թողարկման համար առանձնացրել էինք այսքանը։ Շնորհակալություն։